Բարի օր, մեդիա կենտրոնում այսօր ցուցադրելու ենք Քեսապ ֆիլմը։ Այնուհետև ունենանք քննարկում Քեսապ ֆիլմի համահեղինակ Նանե Բագրատունու հետ։ Ֆիլմը Քեսապը ֆիլմաշար է, որի առաջին մասն ենք այսօր ցուցադրելու եւ այն ներկայացնում է Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին գտնվող հայկական բնակավայրի Քեսապի պատմությունը քեսապահայցիների շուրթերով, այսինքն հերոսները, ովքեր ապրում են այնտեղ տարիներ շարունակ։ Ֆիլմի ցուցադրումից հետո մենք ունենանք քննարկում ֆիլմի համահեղինակ ռեժիսոր Նանե Բագրատունու, քեսապցի լրագրող Սալբի Սաղջյանի եւ քեսապցի Հակոբ Քորցմոսյանի հետ։ Մինչ այդ կփորձենք միանալ Լաթաքյա, ում հետ կապի մեջ էինք քիչ առաջ, Կարո Մանջիկյանը, Սփյուռքահայության շտաբօգնության գործադիր մարմնի անդամ, Լաթաքյայից մեզ կտեղեկացնի վերջին լուրերը, թե ինչ լուրեր կան Քեսապից եւ ինչ է կատարվում այս պահին Լաթաքյայում, քանի հայ է եկեղեցում բնակվում։ Շնորհակալություն, որ այստեղ եք, հիմա փորձենք կապ հաստատել Լաթաքյա։ Պարոն Կարո։ Վերցնեմ։ Բարև ձեզ։ Հազար պարոն։ Մենք մեդիա կենտրոնում քիչ անց ցուցադրելու ենք Քեսապ ֆիլմաշարի առաջին մասը եւ մինչ այդ կուզեինք ձեզնից լսել վերջին նորությունները։ Ինչ է կատարվում Քեսապում, որոնք են այն թարգուլները, որ կարող եք այս պահին մեզ տեղեկացնել։ Այո։ Ցուցադրությունը ցուցադրել առայժմ փոքրիկ դերաշարժ ունի, որը բարեկամ հուսով ունի, որ արել հավանաբար վիճակի վրա վերադառնալու Քեսապ։ Բայց այս ամենը երկար երևի աշնան գալ ժամանակի մեջ զվերտի կար չէ, գումուսը ժողովուրդը աչքեր հարաձե սպասել բարգեն առաջ որ ապահովական գետնի վրա ինչ որ հարաճ խաղաց աշնանագրվի եւ ինքը ամենակարճ ժամանակամիջոցին վերադառնա Քեսապ։ Բայց հիմա այն զգացությունը, որ գտիր է մեր կողմ, ընդհանրապես կարգականներում պետքերը հոգալու, տեղափոխվածներում պետքերը աբրուստը, կենցաղային, առողջապահական ամեն պետքերը հոգալու ընթացքի մեջ են, որպեսզի իրենց հոգեպարոյական վիճակը ամուր, իրենց սևերումը Քեսապ վերադառնալու հապակը ամուր մնա եւ երբ որ զինվորական բանը ցույց կտա, որ մենք ապահով կրանք այններ վավենական հողերում վրա անիջապես վերադառնան, թեկուզ ակներ հողերը ներկայացները ողողդված, խլված են, մենք դեպի ժողովրդի գամք կա, ադիգա զոլայրենց աչքերուն եւ մտքերուն մեջ, ուզեն վերադառնալ անպայման վավենական հողերը հայրենիք։ Գերության մեջ հայտնված մեր անկարող ծերունիների մասին ինչ նորություն կա։ Այնտեղ մնացած մեր ձերերու մասին ստույգ վավերական լուրեր ունին, գիտենք, որ իրենց ստիվը 20-25 շուրջ է, մինչ այդ մի քանի ձեր գտած է ինչ որ ձևերով հասնին, բայց այնքան իրենց մտային վիճակը ծնծված էր, այնքան հոգեվիճակին քարտված է, որ չէին պատկերացնել, թե ինչ միջոցներով եւ ինչպես հասած մեր կողմ։ Յակուբյակ քուղի միջոցով եկան Լաթաքյա, Յակուբյակ քուղի գտնվի Էդգետ նահանգին հյուսիսը, այդ բանը մեկուկես տարի առաջ հայրապատվեցավ եւ մենք արդեն Քեսապի մեջ մոտավորապես 40 ընտանիք Քեսապի մեջ հաստատված Յակուբյա հայեր ունեին, անոնք հետևի մեր հետ տեղափոխված են հիմա Լաթաքյա, ուրեմն այդ մնացորդացներուն միջոցով դեսաշուկուրի չամփոփ եկան Լաթաքյա։ Պարոն Կարո, դերևությունները հնոց մասին։ Պարոն Կարո, իսկ ունեցվածքի քեսապցիների տների մասին քիչ առաջ հեռախոսազրույցում դուք նշեցիք, որ լսում եք, որ դրացի թուրքական գյուղերում վաճառում են թալանված իրերը, այդ մասին ինչ տեղեկատվություն ունեք։ Հերոստատեսությամբ տեսանք եւ մենք ունենք բարեկամներ, հավատարիմ բարեկամներ սահմանի մյուս կողմը, որոնք մեզի իմացուցին, թե քեսապցիներուն ինչքերը գահգարասիկը իրենց բազարներում մեջ կձախվին, իմացուցին, որ ինքնաշարժներով, ավտոներով օրնիպուն փոխադրեն մեր դան գահգարասները եւ գամ գսեփականացնեն, գամ գերտան գզախեն, այսին այն ինչ որ 100 տարի առաջ գրկնված գողոբուդը, ասի այլևս դարձած է ըստ երևույթին
իրենց պետության կողմէ հովանավորված քաղաքականություն, որպեսզի տնտեսական վիճակը բացառացնելով իրենց տարավոր երազը կանացնեն Հայաստանը բարբերվեց սահմանամերձ այս կոդին, որ հայերով բնակված էր, թուրքերուն երազն է, կառավարության երազն է հայաթափել եւ բարբել հայութել։ Պարոն Կարո, իսկ Լաթաքիայի եկեղեցում այժմ քանի քեսապցի է բնակվում։ Այո, եկեղեցու շրջափակը առաջին օրը մոտ 300 օթևան կդած հարազատներ ունեինք, այսօր անոնց մեկ կարևոր մասը գրծավ տասավորել եւ ծրվվել դուներու մեջ, ինչպես մեր մյուս եղբայրները առաջին օրեն բادسպարված էին մեր Լաթաքիայի հարազատներուն, քեսապցի թե ոչ քեսապցի հարազատներուն կող, անոնք մոտ 150 հոգին գրծան իրենց համար գարկացություններ կատարել այնտեղ, Ողջակած են 20 ավելի անձեր, այսպիսի գեղեցիկ երևույթներ կան այդ փոխադարձ օժանդակության, բայց անօթևան մնացած հայորդիներուն թիվը անհատ կամ ընտանիքներ 150-ի շուրջ են, եկեղեցվո գից դպրոցի սրահին եւ եկեղեցվո սրահին, ոչ եկեղեցվո մեջ, եկեղեցվո գից սրահին մեջ գտնագին, առօրյա հերթականությամբ ջաշ ընտրիկ, նախընտրիկ գմադուց իրենց, ամբողջ թաղին կուրկուրանքին առարգան են հայ եւ ոչ հայ մեր դրացիներուն եւ հարազատներուն կուրկուրանքի առարգան են, գփորձեն միշտ իրենց կախտագանի վիճակեն դուրս բերել, որ այդ հոգեվիճակը, որովհետեւ ամենե քանտիչը պիտի հանդիսանա իրենց եւ իրենց մտքերուն մեջ գրնան մշուշով վադել այդ երազը, որ գուզեն ամենաարագ միջոցին քեսապ պարսանալ։ Շնորհակալություն պարոն Կարո տեղեկությունների համար, որ մեզ հայտնեցիք, շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ հնարավորություն կապվելու Երևան, ձեզ համբերություն եւ հուսանք շուտով քեսապցիները կկարողանան վերադառնալ իրենց տները, շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն ձեր զորակցության համար, գուսանք, որ գնաք խոշորացուցի դակ առնել թրքական կառավարության պարփարոսությունը, ասիկա մեզի համար հբանցիկ երևույթ մը գգարձեն գանխաձրակրված, որովհետև թրքական բանակի միջամտությունը ուղղակի եղավ մեր գյուղը դեղահանելու մեջ։ Գրգին շնորհակալություն ձեր զորակցության եւ ձեր մեզմով դակնաբելու, մեր հետ ապրելու եւ մեր ցավերը ամոքելու ձեր սկացություններում եւ բարևներ մեր հայրենի ժողովրդին։ Շնորհակալ եմ, շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մենք կապ էինք հաստատել Լաթաքիա Կարո Մանջիկյանի հետ, Սիրիահայության շտապօգնության գործադիր մարմնի անդամենը։ Այժմ կդիտենք քեսապ ֆիլմը, այնուհետև տեղի կունենա քննարկում։ Ինչ է քեսապը եւ ով է քեսապցին։ Շատ հայեր չեն լսել քեսապի մասին։
ու չգիտեն, որ Քեսապը բնակավայր է, ուր բնակվում են հայեր, դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից։ Այժմյան Սիրիայի Թուրքիային սահմանակից հատվածում միջերկրական ծովի ափին Մուսալեռան ծովային հարևանությամբ Սիրիայի մաս կազմող Քեսապում շարունակում են բնակվել հայեր։ Եվ մեզանից շատերը չգիտեն, որ Քեսապը մի հող է, ուր արաբ մանուկները հայ մանուկների հետ հայերեն առավոտ լուսո են երգում, ուր երջանկահիշատակ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին առաջինն է ծնվել, որ Եղեռն ապրած Գալիլ Նենեն 102 տարի է ապրում ու պատմում է 1915 թվականի իրադարձությունների, տեղահանությունների, գաղթի ու վերադարձի մասին, որ արաբ գիտնական Նիզար Խալիլի անունով հրաշալի մի անձ, ով նարեկացի, խորենացի, մխիթար հերացի է թարգմանել արաբերեն, ապրում է այստեղ եւ խորձերության շարունակում է թարգմանություններ անել, շարունակում է արաբերենով ներկայացնել հայերին։ Իմ գարձիկով ասիգա 5 քաղաք է, շատ 5 քաղաք է, եւ որուն անունը արաբները կնշանակե Qasaba, կավար կնշանակե։ Qasaba, ուրեմն Qasaba ասելու դեղ Կասաբիալ, այս է իմ գարձիկոս, եւ ասիգա 5 քաղաք է, եւ հինեն ի վեր ասդեղ հայերը բնակարած են։ Քեսապը գտնվում է Սիրիայում, Անտիոքից 60 կիլոմետր հարավ, միջերկրական ծովի ափին։ Քեսապն իր շրջակա 12 գյուղերով փռված է 1800 մետր բարձրություն ունեցող Կասիոս լեռան արևմտյան, հարավարևելյան եւ հարավային սարալանջերին։ Այն նման է լեռնային կղզու, մխրճված Թուրքիայի մեջ։ Միայն հարավային եւ հարավ-արևմտյան մասերն են Սիրիայի մաս կազմում։ Հյուսիսից եւ արևելքից սահմանակից է Թուրքիային, իսկ արևմուտքից միջերկրական ծովն է։ Աղբող քեսապցիները շարունակեցին ապրել իրենց պապերի հողում եւ այն հայեցի պահել։ Այս հարցում կարևոր նշանակություն ու դեր են ունեցել հոգեվոր 3 համայնքները, որոնք այսօր էլ միմյանց կողքի շենացնում են Քեսապը։ Մտավորականներ, արվեստի գործիչներ, հոգևորականներ ծնած այս հողի վրա մինչ օրս հոգևոր համայնքներին կից գործում են հանրակրթական եւ կիրակնորյա դպրոցներ, երիտասարդական միություններ եւ կուսակցություններ։ Շնորհակալություն, ֆիլմը նկարահանվել է 2010 թվականներին, 2010 թվականի աշնանը մենք արդեն թողարկեցինք տեսաերիզներ, Քեսապ խորագրով, մեր 3 տեսաերիզից է բաղկացած այս փաթեթը, եւ Քեսապում ունեցանք շնորհանդես տեսաերիզների եւ առիթ ունեցա եւս մեկ անգամ հանդիպելու եւ հավելյալ նկարահանումներ կատարելու։ Մենք մոտ 18-ից 20 ժամ տևողությամբ տեսանյութ ունենք առհասարակ, որն իր մեջ ազգագրական, բանահյուսական եւ մշակութային շատ կարեւոր արժեք է իրենից ներկայացնում, որովհետեւ երևի թե նշենք հատուկ, որ սա վերջին տարիների ամենամեծ նկարահանումներ են, այսինքն սա միակ ամբողջական նախագիծն է, որ Քեսապը ներկայացված է հնարավորինս ամբողջական, մինչ այս եղել է որոշակի նկարահանումներ, սիրողական կամ ոչ միայն սիրողական, բայց նման ամբողջական, նման ծավալի աշխատանք չի եղել եւ ցավոք այս տարիների նկարահանումն եւ այս նախագիծը դարձավ տարհանումից եւ վերջի ռազմական գործողությունների առաջ միակ տեսանյութը, որ պատմում է Քեսապի մասին, ներկայացնում է քեսապցուն։ Նախագիծն իրականացրեցինք Մխիթարյան միաբանության եւ քեսապցիների համար կայքեջի միջոցով, քեսապցիներ քեսապի համար կայքեջի միջոցով Յավրյան ստուդիան ներկայացրեց։ Իրականում դա խենթ քայլ էր, պարզապես համահեղինակ Հայր Համազազբ Քեշիշյանը Մխիթարյան միաբանությունից ծանոթացավ ինձ հետ եւ մենք որոշեցինք այս նախագիծն անել եւ այսպես միայն տոմսերը մեզ համար գնեցին, մենք դրանք նկարահանման եւ ես եւ իմ եղբայր օպերատոր Լիվարիտ Ասատրյանը եւ խենթանալիք էր այն ինչ այնտեղ տեսա, որովհետեւ Քեսապը փակ էր մեզ համար, Քեսապը բացահայտված չէր
Եվ ես սկսեցի բացահայտել եւ վերջին 4 տարիներին փորձում եմ հանրությանը ներկայացնել փոքրիկ լսումներով, Նարեկացիում անցած տարի շնորհանդես արեցինք եւ այս ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ եւ մյուս 2 ֆիլմերում էլ սեղմ ավելի հանրության լայն շրջանակների համար պիտի ներկայացնենք, ներկայացվում է Քեսապի այստեղ պատմական հատվածներ եւ զբաղմունքներն ու ավանդույթներից մեկը մասարան Իսկ մյուս հատվածներում ճարտարապետական իրենք այնտեղ շինություններ ունեն, թանգարանն իրենց, տուրիզմը, տնտեսական որոշ կարևոր այսպես ոլորտներ եւ զբաղմունքներ, որոնք հատկապես քեսապը կարևորում են Սիրիայի համար։ Մի քանի կարևոր բան, որ հայ հասարակության համար շատ կարևոր էր վերջին օրերին հատկապես, որ առավել կարևոր տեղեկություններ ունենան Քեսապի մասին, առաջինը, որ Քեսապը գաղթօջախ չէ, Կիլիկյան Հայաստանի պահպանված պատառիկ եւ այնտեղ միշտ ապրել են հայեր եւ դրա մասին փաստում էր արաբ գիտնական Նիզար Խալիլին, հոգևոր գրականություն է թարգմանում հայ հոգևոր գրականություն արաբերեն եւ Քեսապցիներն են Սիրիային նվիրել Քեսապը, որովհետև 49 թվականին, երբ ֆրանսիական իշխանություններն են այնտեղ լինում, Քեսապը տալիս են թուրքական իշխանություններին եւ 9 ամիս թուրքական իշխանություններն են լինում այնտեղ, քեսապցիներն իհարկե բողոքում են, դիմում են հայ ազգի կարդինալ Աղաջանյանին այդ ժամանակ Հռոմում եւ նա միջամտում է, վերադարձնում են Քեսապը Սիրիային միայն ցավոք բնակելի հատվածը եւ շատ այստեղ ճակատագիրը Քեսապի նմանվում է Հայաստանին, որ Թուրքիայում մնում են բերի դաշտերը, արտերը, իրենց լեռը բալում, իրենց ուխտատեղին, Կասիոս լեռը եւ իրենք էլ Հայաստանի նման ունեն Սփյուռք եւ Քեսապը երբ որ վերադարձվում է, դրանից հետո տարիների ընթացքում արդեն զարգացնում, ծաղկեցնում են հայերը տնտեսական առումով շատ կարևոր նշանակություն, որովհետև արաբական աշխարհում նման աշխարհագրական դիրք ունեցող հանգստավայր իրենք չունեն։ Մենք նկարել ենք մի արաբ տուրիստի, որն իր 70 տարիների 50 տարին ամեն տարի եկել է հանգստանալու Քեսապում, որովհետև արաբական աշխարհի համար ճկնաղ եւ առողջական առումով եւ հանգստյան առումով գոտի է, այնտեղ շատ ավելի անապատային կլիմա է եւ բնականաբար եթե տուրիստները շատ են գալիս Սիրիայի պետությանը մեծ գումարներ են բերում նաեւ այդ առումով օրինակ մենք հայ երիտասարդները մեր մյուս ֆիլմերում Սրեն լխը անպայման կներկայացվի, դա քեսապցիների ամենասիրելի վայրերից մեկն է, Գարատուրանի ափին անձավ է եւ մենք ասենք որ այստեղ ավելի ապահով բարականելու մեջ ենք, պիտի փորձենք մեր ցանը հասցնել ուր որն են պատկան մարմինները, կառավարական ասենք մամագարտակի վրա միություններ, կուսակցություններ ցանը պիտի հասցնեն ամեն մեկ իր երկրի մեջ, որովհետեւ կարենա ինչ որ ձևով շուտ վերջ տալ այս վիճակին եւ արդյոք որ որպես ամբողջական հայություն պիտի աշխատենք վերականգնելու Քեսապահայությանը։ 2 օր առաջ Շիրակի թեմի առաջնորդը Շիրակի մեջ աղոթքի արարողություն մոդելներ Քեսապի խաղաղության համար, ընդհանուր Սուրիայական համար Աջաբահյան Սրբազանը Միքայել շատ հետաքրքրական բան ասավ 25 տարիներ առաջ մենք կարիք ունեինք Սուրիայում եւ Սուրիահայերը մեզի օժանդակեցին։ Այսօր կարդ եկած է մեզի որպես Հայաստանի մեջ ապրող հայեր օգնելու մեր հայրենակիցներուն, օգնելու նյութապես, օգնելու բարոյապես, կարևոր չէ այսինքն միան նյութապես, մեր բարոյական պարտքն իրեն։ Եթե դուք գտաք ես մի քանի կարևոր բաների մասին խոսեմ, առաջին արձագանք Հալաթակերից, որ ես ստացա հոգևոր առաջնորդների եւ հենց առաջնորդների այդ կոչներ
որ եւ այն զգացումներն ու ապրումները, որ ես ունեցա, ժողովուրդն ապրում էր, վերապրում էր այն, ինչ վերապրել էին 1915 թվականին Եղեռնից առաջ իրենց պապերը։ Եվ այդ կոչը, խնդրանքը, որ հայտնեք աշխարհին, բարձրացրեք ձայն, որ չկրկնվի հանկարծ ցեղասպանությունը։ Եվ նրանց հետ անընդհատ շփման մեջ լինելով մի քանի բան պարզապես ուզում եմ շեշտել, որ պատմությունը հենց այնպես չի կրկնվում եւ երբ ռազմական կոնֆլիկտը սկսեց, ես արագ իրենց հետ կապվեցի, այդ ժամանակ գործողներ ավլող էի, որպեսզի կապի մեջ լինեմ, լուսաբանեմ եւ այլն, եւ շատ հետաքրքիր պատասխան ստացա, ասեցին Նանե ջան, քանի որ քեզապը շատ կարևոր ռազմական նշանակություն ունի եւ ընդդիմադիրների ու սիրիական իշխանությունների համար եւ Թուրքիայի ու Սիրիայի միջեւ այն կարող է դառնալ գրվախնձոր եւ քեզապի հայկական լինելը կարող է շահարկվել, մենք որոշում ենք կայացրել լրելու շատ զգուշ ենք ինֆորմացիա տարածելու, հարցազրույցներ չեն տալու եւ այլն, եւ 2 տարի քեսապցիներն իրենց խոհեմությամբ, ճիշտ քաղաքականությամբ կարողացան չներքաշվել կոնֆլիկտի մեջ։ Եվ այս օրերին բարձրացված աղմուկներ, շական պատերակատվություն, որի թիվ 1 պատճառը անտեղյակությունն էր քեսապից, եւ այս աղմուկի այսպես վարավիճային կամ ապատեղեկատվություն հետո նորից այդ ապատեղեկատվության սխալ հերքում անգամ եւ այլն եւ շնորհակալ եմ տեղեկատվական անվտանգության մասնագետներ կան, որոնք ճիշտ ելույթներով հանդես եկան։ Ուզում եմ շեշտել, որ քեսապցիները 2 տարի կարողացել էին այնպես իրենց վարքով դրսևորվել, որ չհայտնվեին կոնֆլիկտի կիզակետում։ Եվ նրանք հետաքրքիր մի բան է, երբ ես այնտեղ էի, սահմանը այնտեղ կադրերում էր կա այսպես գծով, պարզապես բաժանվում է եւ լուսանկարներ այնտեղ կան։ Ես հարցրեցի, ասում եմ, օրինակ ձեր լեռը, որ ասում եք, ձեր ուխտատեղին Թուրքիայում է մնացել, բայց սահմանի խնդիր չկա, չէ՞ դուք կարող եք գնալ այնտեղ եւ այլն, ասեցի, ոնց Թուրքերն են այնտեղ, այս Թուրքերն, այսինքն չկար ռազմական լարվածություն եւ ինչքան էլ լավ հարաբերություններ եւ այլն միևնույն երեք երբեք չեն մոռացել այդ գծի մասին, նրանք չէին գնում, նրանք վերցված էր դա Թուրքիայի կազմի մեջ էր արդեն եւ այդ իրենց զգոնությունը, որ ինչքան էլ պետությունները Սիրիան եւ Թուրքիան իրար հետ այն ժամանակ թերևս լավ հարաբերություններ եւ այլն, բայց միևնույն է նրանք իրենց զգոնությունը երբեք եւ այդ գենետիկ հիշողությունը չի դավաճանել իրենց եւ գենետիկ հիշողությունը լավ առումով չի դավաճանել եւ այն տեսարանները, որ ավելի այսպես փորձում են կամ լացով, ողբով եւ այլն, ինչպես պարոն Կարոնը մեզ հուսադրեց այնտեղից, քեսապցիներն իրականում եւ այս նախադասությունը շատ եմ կրկնում, արդեն իրենք են բայց կրկնում, եթե քարի վրա էլ մնացած չլինի, պիտի գնան եւ նորից շնացնեն իրենց բնակավայրը։ Եվ ես պարզապես ուզում եմ եւ հայ մեդիա հասարակությանը, հատկապես այն մարդկանց, ովքեր լինում են առցանց տարածքում եւ ԶԼՄ-ների մեդիա ոլորտին, շատ ուշադիր լինել, որովհետև դա միայն հայկական հարց չի, դա միայն հատկապես Եղեռնի 100-ամյակին տարելիցին ընդառաջ պետք է շատ զգոն լինենք, պարզապես եւ քաջատեղյակ։ Մենք բառ նեկտար գրելուց առաջ շատ մտածենք։ Շնորհակալ եմ։ Հարցեր մեկնաբանություններ, գուցե քեսապցիները ինչ-որ բաներ ունեն պատմել քեսապի մասին մեզ։ Ես մինչ ամփոփելը ես կուզեի հանդիպի ես Զարմին հասնեմ ինչ դուք քեսապում ապրում էիք։ Մենք հիմա լսում ենք, որ բարբերաբար թուրքական կողմից խոսքեր էին հնչում, որ Եղեռնը անելու եւ այլն։ Ձեր քեսապում ապրելու տարիներին դուք զգացել եք Թուրքիայի պես սահմանակից լինելը հանգիստ է եղել այնտեղ փոխել համար։ Մինչև պատերազմից Թուրքիան Թուրքիո սահմանը հանգիստ էր, ոչ մեկ ներողություն կամ Թուրքիո կողմեն չէր զգացված, բայց մենք գիտեինք, որ 1 կիլոմետր անկում Թուրքիան է։ Իսկ
պատերազմի պատերազմը որ սկսավ, մեկ-երկու անգամ ներթափանցումներ կամ ռումբեր տեղացին կեսապի վրա և հաճախ սպառնալիքներ վերացաններ Թուրքային Թուրքիո կողմեն, որ պիտի հարցակին և այդ իմաստով բանակը և կառավարությունը զգուշ էր և այդտեղ ռազմական կետեր տեղակայած էր և հսկային ամբողջությամբ սահմանը։ Բայց կեսապցին թերևս մեկ իր կսկար, որ պիտի օրմա հավանաբար ենթարկվի այս արձակներին, բայց ոչ տեսենք այս տարողությամբ և այսպիսի հսկա կազմակերպված ձևով, այսինքն Թուրքիո օժանդակությամբ և իր օգնությամբ այդ սիմիա խմբավորումները, որոնք Թուրքիո աջակցությունը կբարելեն և ռազմական և ամեն ինչով գրցան ներթափանցել և մտնել կեսապ։ Հիմա կեսապի բարական կեսապցիները գիտեն անեն, որ եղած է կեսապ աշխարհական ճիշտ կարևոր ռազմավարական տարածքն է։ Նախ բարձրությունը ձորի մագերեսեն մոտավորապես 750-800 մետր բարձր է Թուրքիո հետ ուղղակի սահման և դեպի Կալադուրան միջերկրական ափերը իջնելու տուր է։ Անցնող 3 տարիների ընթացքին ինչ Սուրիայում ինչ այս խնդիրները սկսան, առաջին օրին իսկ այդ վտանգը կար, որ կգնար որևէ մեկը դեպ պատահել, որովհետև կեսապ նախքիր գաշացի, որ Սուրիայի հողի վրա է։ Ու կեսապցիները ինչպես նանեն ասավ, առաջին օրեն խոհեմ շարժվեցան, որպեսզի բան չնեն այս կամ այն կողմի մեջ չինան և հետո հետևանքները ժխտական չտա և չդուժեն ու բավական գրծան այդ մեկը պահել։ Անցնող 2-3 տարիների ընթացքին եղան ներթափանցումներ, նույնիսկ լուրեր տարածվեցան, որ պիտի հարցակին, պիտի մտնեն այսն են այնն, բայց հետո բարձվեցավ, որ սուր է։ Մի քանի անգամ սահմանային գիծեր են մտան բանակը, բայց կրսավ ետ վերադարձնել, քանի անգամ ռումբեր ինքան դարբեր շրջաներով լակ, ուղղակի կեսապի մեջ լակ, դարբեր 2-3 բյուղերու մեջ ռումբեր ալտեղացին, այսինքն սպասված բաններ, որ գնար որևէ մեկ վարկյան պատահի դարողությամբ անսպասել էր, ոչ մի սպասել, որ այսպեսի բան պատահեր։ Մի քանի ժամվա մեջ ամբողջ գյուղը իր ամբողջ բնակչությամբ դարհանել, արդեն իսկ քիչմը մեր սպասած են ու գարտած են շատ ավելի վեր էր։ Մյուս կողմը անդրադառնալով Նանեի սերուն դարածված ապատեղեկատվության մասին։ Բավական վերջին օրերում հսկա աղմուկ բաշխացավ մամուլի մեջ լա տրագանը, լա ժխտական տրագանը այն է, որ որոշ գայքեր, որոշ սայթեր փորձեցին կամ կփորձեն ներկայացնել ինչ որ գա եղածին մեզ։ Իսկ անտին դարբեր դեղեկություններ, նույնիսկ սուտ նկարներ, սուտ տեսանյութեր, որպես թե կեսապի մեջ կատարված են կամ ոչ այդպիսի բաներ չկան, ինչ որ դարածվեցան այս վերջի բանը։ Ասում ինչ կրնան ժխտական հետևանքներ ունենալ լա կեսապցիներուն, լա կամ ընդհանուր առմամբ մեր հայկական իրականության վրա հետագային պիտի բանը այդպիսի արտահայտությունը ունեցած են և այդ արտահայտությունը որպես գլխակիր, վերնակիր տարածվեցավ։ Հիմա այստեղ քիչ հոգեբանական առումը պիտի հասկանանք։ Մարդիկ, որ 50 տարի, 60 տարի ապրած են այդ գյուղի մեջ, մեծած են, իրենց աչքերը բացած են, իրենց ամբողջ ունեցվածքը այդտեղ է, իրենք այդ տեղեն դուրս չեն պատկերացուցած և այս դեղահանությունը ապրեցան։ Մի քանի ժամվա ասենք խուջաբի մատնվեցան և
դուրս ելան ու անորոշության մեջ երբ որ այստեղ են ասենք լավ մենք որպես քեսապցիներ լավ ովևէ մեկը որ մեր դա հոգված է իրենցմով երբ որ գխոսենք բնական է որ զգացական նույնիսկ ջնշված նույնիսկ երբեմն այդ ծանր ապրումներուն դակ գրնան որևէ մեկ արդահայտություն ունենալ այդ արդահայտությունը բռնել եւ որպես բացարձակ ճշմարտություն տարածել նախ եւ առաջ վնաս է քեսապցիներուն երկրորդ վնաս է մեզի այդ հայտարարությունները տարածվեցան այսօր որ ասենք արդեն 2 շաբաթ է իրադարձությունները որ անցած 2 շաբաթ եղած է դեղահանության գեշաղեք քեսապցիները որոշ չափով հասկացան ինչ կգադարվի եւ հիմա իրենք գիտակից են ինչ կանցնի ինչ կդառնա եւ իմացած են լսած են շատերում ու արդեն այդ դեղեցությունները որ գտան երբ որ գսկան որ մարդիկ իրենց այդ ողբերգությունը շահի վերածած են գրտնագի ցավ է այսինքն մեր բանը պիտի լա ուշադիր լալ մեր ունեցած արդահայտություններուն, մեր ունեցած դեղեցություններուն եւ չմոռնանք, որ միան հայկական հարց չէ, հայկական խնդիր չէ, այո, քեսաբը հայկական հող է, հայկական հողամաս է, բայց այսօրվա դրությամբ մաս կգազմի սուրիական հայրենիքին եւ որպես սուրիական հայրենիքի մաս կազմող եւ երկիրը, որ 3 տարիներու ընթացքին, այս վերջին 3 տարիներուն բادرազմի մեջ է, երբ որ այս դժբախտությունը բադահեցավ քեսաբին ընդհանուր առումով բնական կնկատվի ինչու որովհետև 3 տարի է դարբեր շրջաններում մեջ նույնիսկ քրիստոնեական շրջաններում մալուլա ուրիշ շրջաններ այս զինյալները խուժեցին եւ ավերներ կորձեցին եւ հայկական քյուղերում եւ հայկական Յակոբիայի բարական քիչ գարաջ գարոն բաներով Յակոբյան հայկական քյուղում էր դարձյալ որում այսօր գրեթե դեղացիները չկան մյուս կողմ դեպի Լաթակիայի կողմ ուրիշ քյուղ մը գար Ղնեմիա անունով դարձյալ հայեր գային, դարձյալ բարբվեցան եւ այսօր Լատակիա կմնան։ Այսինքն խնդիրը բարձրապես բան չէ, այո, ճիշտ է։ Մանավանդ հիմա այսպեսի դեպքը ցավ է, բայց մյուս կողմից մեզի համար արիթմն է աշխարհին ներկայացնելու, որ թուրքը թուրք է, թուրքը չէ փոխված։ Այո, 100 տարի անցած է, բայց դեսեք, արիթը ունեցավ, իր առաջին բանը արիթը որ ունեցավ արդեն իր գործը արավ, իր թրկությունը արավ։ Լսեցիք Գարոն ինչ ասա, որ թուրքերը թուրքական շուկաներու մեջ արդեն քեսապցիներու ունեցվածքը, դանգահգարասիկը մեքենաներով գդանեն Թուրքիա եւ գծախեն։ Այսինքն թուրքը իր թրկությունը պիտի ունենա, բայց ադոր փոխարեն մենք փոխանակ ցայն բարձաբես խոսելու, բարձաբես հայտարարելու փոխարեն մենք ալ խելացի շարժինք մանավանդ որ գիտենք որ թուրքը 100-րդ ցեղասպանության 100-րդ տարելիցի նախորյակին հստակ աշխատանք կդանի հագա ցեղասպանական ադոր դիմաց մենք ինչ ծևով պիտի բանենք ինչ ծևով պիտի դիմագայենք արիթմն է ճիշտ ծևով մեր ցայնը հասցնելու բայց ոչ թե աբադեղեկատվությամբ ավելացնելու բան ես կուզեմ ասենք ավելցնել որ Հարցը միայն քեսաբին չէ եղած, բոլոր Սուրյո ժողովուրդին է։ Մենք իբր հայեր այսօր պետք է անդրադառնանք։ Շատ շեշտված խոսեցավ Հակոբ, շատ ապրիս, այսինքն այսօրվա մեր ցեղասպանությունը մեզի համար եւ չենք մոռնալ անկարելի է եւ արդեն 100 տարին պիտի մտնե։ Բայց մենք չսխալենք, ներշնչված ենք իբր հայ, իբր քեսապցի, իբր սուրահայ, բայց չգործընծնենք մեր ամենամեծ հարցը։ Քանի որ մենք այսօր գայքերու հետ կգաբվենք մեր արաբական ընկերուհիներու, ծանոթներու, չմոռնանք անոնց։ Անոնք մեզի կմեղադրեն, որ երբ որ մինչև հիմա մեկ հատ մորտված անց դեսակ քեսաբի մեջ մեր արաբ ընկերները, որ մուսլիմաններն են, մենք այս ծևով մեզի կմեղադրեն, մենք անշուշտ մեր ցայնը բարձրացուցենք, մինչև այսօր մորտված անցմը դեսակ քեսաբի մեջ, ինչու ցեղասպանությունը կգաբեք այս քեսաբի հարցին, մտած է այո, 3 տարվա հարց է Սուրյո եղածը, եւ եթե քեսաբը լավ պաշտպանված լար, այս ծևով չէին գնար իրենք մտնել, եւ որ մենք գիտենք քարդեսի վրա իր շատ կարևորագույն դեղը ունի, ինչու այնքան ազատ պիտի մնա եւ մարդիկ այնքան խոշեն, մանավանդ որ մեզի
մերձագից սահմանը Թուրքիան է։ Ինչ որ դղակը գրցան Փառք Աստծո, մի քանի զոհ դրվինք, մեր սիրելի երիտասարդներ են, բայց դղակը գրցան, որոշ չափով բռնել, ամրաբնդվել եւ առանց հոգի զոհ դալու դուրս ելան։ Այսօր հոգիներուն զոհն ալ իր դեղը ունի։ Ամեն ինչի հետ գուկա, բայց անձերուն դեղը չեմ գրնար բերել։ Մենք արաբներուն ինչ ասենք, այսինքն մեր սահմանները ինչ որ Հակոբը ասավ եւ շատ լավ ձևով բացատրեց, մենք շատ արագ չերտանք, մեծ բանը չգործընծնենք ցեղասպանությունը, այսօրվա եղածին։ Մենք վերջապես Սուրիո մեջ ըլլա, Սուրիա հայերը ըլլան, մենք ապրենք մեր արաբ իսլամ ժողովրդին հետ։ Եվ չմոռնանք, որ 15 թվականներուն մեր նախնիները, իմ մամիգս ու բաբիգս, երբ որ Թուրքիային Սուրիա մտան, այդ իսլամ ժողովուրդը իրենց հացը կիսեց եւ տվավ։ Չեմ գիտեր գրծա միտքը հասցնել կամ ոչ։ Կարողացաք, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ կարծիքի համար։ Սալբի խոսք ունեի ասելու կիսած մնաց։ Մի հավելում մինչ ձեր խոսքը ես ուզում եի ասել, որ մինչ քեսապի խնդիրը իհարկե քեսապը մենք արդեն կրկնեցինք բազմաթիվ անգամ ինչ կարևոր էր, բայց հայերը կորուստներ ունենում էին Դամասկոսում, Հալեպում եւ մյուս բնակավայրերում, որտեղ կային հայերը։ Եվ այս քեսապ վավերագրական ֆիլմը դիտելիս դուք առաջին բանը այդպես դրական գիծը կտեսնեք, որ հայերն ու արաբները համերաշխ ապրել են այնտեղ։ Եվ ես այնտեղ ապրել էի պարզապես վերաբերմունքը իշխանությունների եւ արաբների այդ հաշտության, հա, եւ մի առիթով ասեցի, հայերը գտել են անդավաճան երկակի ապրելու սկզբունքը, այսինքն նրանք հայ մնալով մարդ են մնում, պահելով իրենց հայեցին կարողանում են արաբի հետ ապրել եւ այնպես անել, ես արդեն նշեցի, որ տնտեսական եւ այլ առումներով, որ արաբներն էլ հայերին շահեն, պահեն, պահպանեն, որտեվ դա նաեւ իրենց ձեռնտու է, ոչ միայն հայերի սիրուն գեղեցիկ աչքերի համար։ Եվ ցավոք ես ուզում եմ նշել, որ կորուստները մենք ունեցել ենք եւ ունեցել են նաեւ քեսապցիները։ Իմ հերոսներն են, քաղաքագետները իրենց բաժինը կասեն, հրապարակախոսներն իրենցը։ Ես որպես վավերագրող ուզում եմ փոխանցել այն կարևորը, որ հանդիպել եմ նրանց, տեսել եմ նրանց աչքերում, կենցաղում։ Միսակյան մշակութային կենտրոնում ես հանդիպեցի Հակոբի եղբորը Հովակին։ Ամեն առիթով ես միշտ խոսում եմ նրանց մասին եւ ուզում եմ հիշել նաեւ Խաժակին, Հովակի ընկերոջը։ Ես շատ հուզվել էի, երբ որ Սիրիայում, Քեսապում, որ իմ սպասումներով շատ ավելի արաբական մթնոլորտ պիտի լիներ, ես լսեցի այդ 3 գիտարահարներին, որոնք նվագում էին Երևան դարձած իմ Երևանին, եւ դա աշխարհում իմ համար ամենայուրահատուկ կատարումն էր։ Ու խոստացա իրենց, ասեցի, անպայման որ գաք Հայաստան, դուք պարապեք, շատ գործեր սովորեք, ես ձեզ համար համերգ պիտի կազմակերպեմ։ Եվ Նարեկացիում անցած տարի, երբ որ շնորհանդես արեցինք, մենք իրենց պատառիկը առանձին դրեցինք եւ հատուկ ծափահարեցինք նրանց, եւ այսօր էլ պիտի խնդրեմ ծափահարել։ Խաժակն ու Հովակը բանակում էին, երբ որ պատերազմը սկսեց։ Ես գիտեմ, որ ցավոտ թեմայի մասին եմ խոսում, ինձ էլա շատ դժվար, որտեվ ինձ համար քեսապցիները ու առավել իրենք շատ թանկ են։ Քեսապցիները եթե ինձ մի քանի օր են այնտեղ հանդիպել, ես ամեն օր տարուց ավել մոնտաժում էի այդ նյութերը եւ ապրում էի իրենցով։ Նրանք անհայտ կորած են եւ հարազատները սպասում են, որ վերադառնալու են մի օր, գալու են անպայման։ Եվ 2 օր առաջ էլ Հովակի ծննդյան օրն էր։ Մենք կտորը եթե հիշում եք, գիտարներով նրանք նվագում էին։ Նրանք մինչ այս տարհանումը 2 տարի արդեն իրենց հարազատների հետ չեն, իրենց ձայնը չեն լսել, չեն խոսել իրենց հետ։ Ու քեսապցիները ես պարզապես ապշեցի, երբ որ իրենց հարազատների հետ շփվեցի, խոսեցի ու հասկացա ու տեսա այն սպասումը, որով իրենք սպասում են, որ այդ բարի օրը գալու է։ Քեսապցին դառնալու է քեսապ, Խաժակն ու Հովակը գալու են ու ասեն ողջույն, մենք եկել ենք։ Չգիտեմ, ուզում եմ ծափահարենք նրանց։
Պատերազմի չգիտեմ հիմա ինչ ձայներ են լրանք լսում, ռումբերի ձայներ, թե ինչ, բայց թող մեր ծափահարությունները հասնի նրանց ուր որ էլ լինեն։ Շնորհակալություն բոլորիդ։ Շնորհակալություն, թերևս ավելացնելու բան չի մնում Նանե այս հուզիչ խոսքերից հետո, հուսանք, որ քեսապցին կվերադառնա քեսապ եւ շուտով եւ բոլոր անհայտ կորածներն էլ ողջ եւ առողջ կվերադառնան ընտանիք։ Հիշեցնեմ, որ մեդիա կենտրոնում այսօր ցուցադրեցինք Քեսապ ֆիլմաշարի առաջին մասը միայն, առաջին ֆիլմը։ Մեզ հետ այսօր իրենց տպավորությունները Քեսապի մասին կիսեցին ֆիլմի համահեղինակ եւ ռեժիսոր Նանե Բագրատունին, քեսապցիներ Սալբի Սաղջյանը եւ Հակոբ Քորթմոսյանը։ Մենք ուղիղ տեսազանգով միացել էինք նաեւ Լաթաքյա Կարո Մանջիկյանի հետ խոսեցինք Սիրիահայության շտապօգնության գործադիր մարմնի անդամ եւ վերջին լուրերը իրենից իմացանք։ Տեղեկացնեմ նաեւ, որ Քեսապ ֆիլմը առաջին անգամ հեռուստաեթերով կցուցադրվի Երկիր մեդիա հեռուստաընկերությամբ այսօր երկուշաբթի օրը 17:50, այնպես որ այս պահին դուք բացառիկերը դուք դիտեցիք, դեռ հեռուստատեսությամբ չի ցուցադրվել, ովքեր կուզեն տեսնել կրկին երկուշաբթի 17:50 Երկիր մեդիա հեռուստաալիքով կարող են դիտել։ Շնորհակալ եմ շատ քննարկմանը մասնակցելու համար եւ հատկապես Նանե ձեզ ձեր ֆիլմը այստեղ ցուցադրելու համար։ Շնորհակալություն, կհանդիպենք, ցտեսություն։